Զրուցում ենք Արցախի ազգային ժողովի Արդարություն խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։ Տիկին Հակոբյան, քանի որ 2 ամիս է մնացել արդեն ընտրություններին ու կարևոր է հասկանալ հատկապես այսօրվա իշխանության խոսույթը, ըստ էության այսօրվա իշխանությունը նորից սկսել են խոսել պատերազմից այն բարթելով ընդդիմության վրա, նորից սկսել են արցախցիների դեմ ատելություն հրահրել, Արցախի հանձնումը գցելով հենց արցախցիների վրա, եւ այս ամենի ֆոնին ոչ միայն իրենց են, այսպես ասած, խաղաղության հրեշտակ ներկայացնում, այլ նաեւ Ադրբեջանին, Ալիևին, եւ հենց այսօր Ալեն Սիմոնյանն էր ասում, որ այ դուք չէիք հավատում, բայց Ալիևն էլ մեր տարածքային ամբողջականությունն է ճանաչել։ Հիմա ընտրություններից առաջ այս խոսույթը թեմաների շահարկումը իշխանության կողմից ինչի մասին է։ Սա ստեյցը եթե բնութագրենք մեկ բառով, սա ահաբեկչություն է։ Ահաբեկչություն սեփական ժողովրդի դեմ։ Եվ ի վերջո պիտի մենք բոլորս ինուր աշխարհին իրոք ահագենք, որ Հայաստանում այսօր իշխանություններ են, որոնք ահաբեկում են սեփական ժողովրդին, ժողովրդավարությունը բացակայում է եւ դեռևս ավելին դիկտատուրա է հաստատվել Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն նախընտրական այս փուլում ըստ էության իշխանությունները հստակ կեցվածք են ընդունել, որտեղ որևէ քաղաքացու, դա կլինի սովորական, ուղղակի իրարորյայով ապրող քաղաքացի, քաղաքական գործիչ կամ այլ զբաղվածություն ունեցող քաղաքացի այլակարգության իրավունք չունեն։ Եվ ինչու՞մն է կայանում այս իշխանությունների ահաբեկչությունը։ Հենց նրանում, որ իրենք թույլ չեն տալիս այդ այլակարգությունը, սպառնալով հենց պատերազմով։ Այո, ոչ թե իրականությունը այն է, որ եթե իրենք չլինեն, ապա կլինի պատերազմ։ Ոչ, իրենք ուղիղ ասում են, որ եթե իրենք չլինեն, ապա հրահրելու են պատերազմ։ Որովհետև մենք դրա ականատեսը եղանք 2018-ին, իսկ ավելի արդեն պարզ ու հստակ ընդգծվեց դա 2019-ին, երբ Ստեփանակերտի վերածննդի հրապարակում այսօրվա ղեկավարը ըստ էության տվեց պատերազմի մեկնարկը, հայտարարելով, որ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Շատ լավ դիտակցելով դրա հետևանքները։ Հիմա ինքը նույն բանը անում է արդեն Հայաստանի նկատմամբ, շատ լավ դիտակցելով դրա հետևանքները։ Եվ տեսեք, կան ես վստահ եմ բաներ, որոնցից մենք ուղղակի տեղեկացված չենք եւ չգիտենք, եւ դրանք բոլորը այս ամի բանավոր պայմանավորվածությունների արդյունքում են։ Ինքը հստակ ժամկետներ է սահմանում, ինքը հստակ ընդգծում է, որ սեպտեմբերին սպասվելու է պատերազմ։ Այսինքն պատերազմի ճարտարապետը այսօր աբսուրդ է, երբ խոսում է խաղաղության մասին, երբ խոսում է տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին Հայաստանի, իսկ հարց այդ անձին Հայաստանի տարածքային ամբողջականությունը, երբ Ադրբեջանը ճանաչել է, արդյոք օկուպացված տարածքները որպես Հայաստանի մաս է ճանաչել, թե ոչ։ Այդ հարցերին իրենք ունեն պատասխան։ Եթե ոչ, ապա ինքը ինչպես է կարողանալու խաղաղության իր օրակարգով Հայաստանից օկուպացված տարածքները վերադարձնել Հայաստանի Հանրապետության քաղաքացու։ Տիկին Հակոբյան, Ալեն Սիմոնյանը ներողություն ընդհատման համար այսօր ասում էր, որ Հայաստանը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է Ադրբեջանը, եւ ըստ էության իրենք նաեւ այդ օկուպացված տարածքները, նաեւ Արցախը ամբողջությամբ ճանաչում են Ադրբեջանի կազմում։ Այո, այսինքն այս խաղաղության կեղծ օրակարգում ստորագրությամբ Ադրբեջանին են հանձնվել Հայաստանի սուվերեն տարածքները։ Եվ եկեք նորից չմոռանանք, իրենք շատ են սիրում խոսել, որ մենք պատերազմում ենք պարտվել եւ Արցախը ոչ թե իրենք են հանձնել, այլ պատերազմի արդյունքում է դա տեղի ունեցել։ Եկեք վերհիշենք, որ պատերազմից հետո ամբողջ մեկ ամսվա ընթացքում, 1-2 ամսվա ընթացքում այս իշխանությունների ղեկավարը շարունակում է ստորագրությամբ Արցախի տարածքները հանձնել։ Երբ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ ստորագրությունն էլ կար, որտեղ ասվում էր, որ բոլոր կողմերը կանգնում են այն տեղերում, որտեղ ավարտվել են ռազմական գործողությունները։ Սակայն այս անձը դեռ 2 ամիս շարունակ ստորագրում էր, հանձնում էր։ Եվ եկեք հիշենք, որ մեր 60 հայրենակիցների գերեվ արվեցին հենց այդ պատճառով, որ ինքը ուղղակի ստորագրեց եւ հանձնեց, ոչ թե պատերազմի արդյունքում։
Եվ հետևաբար, այո, այս մարդիկ ոչ թե խաղաղություն են բերելու, որովհետև նորից եկեք թարմացենք մեր հիշողությունը։ Պարտված իշխանությունը չի կարող որևէ գործընթացում որպես կողմ հանդիսանալ։ Ինքը ընդհանրապես կարող է կատարող հանդիսանալ։ Եվ հետևաբար Ադրբեջանը իր ամբողջ այդ գործընթացները, որից տեղյակ չեն այս իշխանությունները միանշանակ, իրականացնում է հենց այս անձանց ձեռամբ։ Ասում է իրենք անում են եւ ամեն բան շուտ վերաբերվելու է Հայաստանի Հանրապետությանը։ Ես վստահ եմ, որ ինչպես Նիկոլը Արցախում պարտադրում էր կամ առանց Արցախի նախագահի իմացության գործընթացները իրականացնում, հետո հանրարարականներ իջեցնում այն ժամանակ Արցախի նախագահին, որը ցավոք սրտի գլուխը կատարում էր այդ բոլոր հանրարարությունները, հիմա նույն իրավիճակը Ադրբեջան-Հայաստան իշխանությունների միջև է։ Ադրբեջանը ասում է, այդ իշխանությունները գլուխները կախանում են, որովհետև դա է միակ գրավականը, որ իրենք կարող են թե ֆիզիկապես, թե իշխանությունը իրենք անվտանգ լինել։ Ես դա վստահաբար եմ ասում, չկա այլևս ուրիշ դիտարկում։ Տիկին Հակոբյան, նույն Ալեն Սիմոնյանը այսօր նաև ասում էր, որ եթե Նախիջևանի մասին է երազում, Արցախի մասին է երազում եւ ուզում եք Արցախը, դա եւս պատերազմի հրահրում է։ Ըստ էության բոլոր արցախցիներին, ովքեր երազում են, ուզում են իրենց հայրենիք վերադառնալու մասին, մեղադրում էր պատերազմ հրահրելու մեջ։ Ես ընդունում եմ իր ասածը իր տեսանկյունից, որովհետև խոսում է մի մարդ, ով քաղաքականապես բոբիկ է, խոսում են մարդիկ, ովքեր դիվանագիտության մեջ զրո են, մինուս ամբողջություն են, իրենք չգիտեն ինչ է դիվանագիտություն է, ինչ է ընդհանրապես արտաքին քաղաքականության մեջ օբյեկտ սուբյեկտ լինելը, ոչ թե հակառակ օբյեկտ, ինչ է նշանակում բանակցային սեղանի շուրջ նստել, ոչ թե սեղանի վրա կամ սեղանի տակը, իրենք դա չգիտեն, հետևաբար իրենք գիտեն մի բան, որ կամ պետք է եւ նաեւ ինչու է նաեւ այս դիտարկումը ունենում այս իշխանությունը մասնավորապես դեր նշած անձը, որովհետեւ իրենք այո պարտվել են բոլոր ֆրոնտներում, իրենք պարտված են դիվանագիտության մեջ եւ իրենք չեն կարող դիվանագիտություն վարել եւ այսօր իրենց շնորհիվ իրենց այդ զրոյական աստիճանի վրա գտնվելու շնորհիվ այսօր Հայաստանը նմանվել է մի փուչիկի, որը ուղղակի քամուց այս կողմ այն կողմ է թռնում եւ այդտեղ չկան կառավարիչներ, որոնք կկարողանան գոնե թելից բռնել։ Այսօր փաստացի իրենք այո հենց դրա մասին են փաստում, որ եթե իրենք մնան, մեր բոլոր երազանքները, մեր ամբողջ պայքարը Արցախի համար, թե միջազգային հարթակներում, թե ընդհանրապես, այո դա պատերազմ է լինելու։ Իսկ եթե չեն լինում իրենք, ապա եւ լինում են ազգային իշխանություններ, որոնք հստակ օրակարգային, այսպես իրենց բանակցային գործընթացում օրակարգային հարց են ունենում արցախցիների վերադարձի իրավունքը, ապա այդ պարագայում որևէ պատերազմի մասին խոսք գնալ չի կարող, որովհետեւ այդ պարագայում հստակ կարող է աշխատել դիվանագիտությունը եւ ի վերջո մեր նման երկրները փոքրակազմ ժողովրդով բնական է ոչ այն ռազմական հնարավորություն ունեցող, իրենք միշտ ինչպես եւ Հայաստանն է ցույց տվել 3 տասնամյակ շարունակ փորձում են ուժեղ լինել եւ հաջողում են դեպքում, երբ որ ուժեղ են դիվանագիտական հարթակներում եւ բնականաբար ունենում են այնպիսի բանակ, որը կարողանալու է պաշտպանել իր երկրի անառիկությունը, ոչ թե հարձակվել, այլ պաշտպանել։ Հիմա իրենք բոլոր հարթակներում տապալել են։ Տեսեք, պատերազմից հետո փոխանակ մեր բանակը լիներ իրենց այսպես ուսադրության կենտրոնում հոգացության ներքո, իրենք ինչ արեցին, ուղղակի բանակ ասվածը ըստ էության ոչնչացեցին եւ ստեղծեցին զինվոր այդ ոստիկանական ինչ-որ զորքեր, որը մասնավորապես աշխատում է իրենց պաշտպանության համար։ Այսինքն ամբողջությամբ տապալած մարդիկ, այո, իրենք ելք չեն կարող տեսնել։ Իսկ ելքերը այս իրավիճակում, այո, հենց այս բառնված իրավիճակում աշխարհի մասնագետները, դիվանագետները, քաղաքագետները նշում են, որ սա նաև լավագույն ժամանակներից է, որպեսզի Հայաստանը կարողանա դիրքավորվել արտաքին քաղաքականության մեջ եւ նաև օգտագործել այն բոլոր հնարավորությունները, որը կարող է
օգուտ տալ մեր իրավունքների պաշտպանությանը, բայց դա բնավ միանշանակ չի կարողանալու տեղի ունենալ այս իշխանություններով։ Իրենք պատերազմ հրահրողներն են, իրենք պատերազմի ճարտարապետերն են եւ իրենք ըստ էության անկարող են թե արտաքին թե ներքին քաղաքականության մեջ։ Տիկին Հակոբյան, եւ եւս մեկ կարևոր հանգամանք, մենք եւս երեք այդ մասին գրեցինք եւ անդրադարձ ունեցանք, ԵՄ ներկայացուցիչ Մարտակոսը նախորդին Գյումրիում էր, որտեղ այսպես կարելի ասել գաղտնի հանդիպում է տեղի ունեցել, որովհետեւ ընդդիմադիրներից եւ ոչ մեկին թույլ չեն տվել, չեն ասել այդ հանդիպման մասին։ Ինքը Գյումրիի պետական համալսարանում ուսանողների եւ դասախոսների հետ խոսել է այն մասին, որ հիբրիդային պատերազմի դեմ պայքարում իրենք պատրաստ են ֆինանսավորել։ Նման հայտարարությունները որքանով կարող են ազդել մեր պետության վրա։ Գիտեք, հետաքրքիր է, որ 8 տարի շարունակ տարբեր գործիչների հորդորելով, որպես տարբեր երկրների այսպես ագենտներ, ըստ էության մեր իշխանությունները հենց այդ երկրների ագենտներն են։ Եվ ստացվում է, որ իրենց իսկ ժողովրդի դեմ զորք են բերում։ Զորք են բերում եւ այդ զորքը ֆինանսավորվում է նաեւ ինչու՞ չէ անհայտ աղբյուրներից։ Ինչպես մենք ունեինք կասկածներ եւ ժամանակ առ ժամանակ կասկածները փարատվում էին, որ իրենց հակահայկական գործունեությունը ծավալելու համար այս իշխանությունները ֆինանսավորում էին ստանում թե Ադրբեջանից, թե Թուրքիայից, բոնե բացահայտ մենք տեսել ենք չափորոշիչները գրելու ժամանակ ինչ ֆինանսավորումների մասին էր խոսքը։ Կրթական չափորոշիչների, դեռ 2020 թվականին։ Այսինքն այդ ֆինանսավորումը ժամանակ առ ժամանակ ուղղակի բացահայտվել է, որ այո, այս իշխանությունները չեն խորշում իրենց հակահայ գործունեության ֆինանսավորումը հենց հայթայթել այն երկրների, այն պետությունների կողմից, որոնց նպատակը Հայաստանի ուղղակի չլինելն է, կամ Հայաստանը որպես սուվերեն պետություն չլինելն է։ Եվ ինչպես իրենք են սիրում ինքնիշխան եւ այլն, ուղղակի այդպեսին չլինելն է։ Եվ այս պարագայում, այո, ստացվում է, որ իրենք, եթե ուղղակի առօրյա խոսակցականով ասենք, մարդ են բերում սեփական ժողովրդի վրա, որպեսզի այս ներքին վեճերում իրենք հաղթանակած դուրս գան։ Իսկ իրենք հաղթանակած դուրս գալու նպատակը մենք գոնե 8 տարի շարունակ տեսնում ենք, չոփ շվայտ կյանք վարելը, այդ բազմաթիվ կոռուպցիոն սխեմաները, որոնք եւս բացահայտվում են ժամանակ առ ժամանակ, ոչ թե ստվերային, այլ սպիտակ հենց շորթումները պետբյուջեից եւ այլ ֆինանսական միջոցներից։ Այսինքն այս մարդիկ զուտ իրենց իշխանությունը պահելու, պահպանելու համար ես չեմ զարմանա, որ օրինակ իրենք նման խմբեր կբերեն Ադրբեջանից կամ Թուրքիայից կամ այնպիսի պետություններից, որոնք բնավ հետաքրքրված չեն Հայաստանի Հանրապետության այսպես բարգավաճման, ընդհանրապես լինելիությանը։ Շնորհակալ եմ մեկնաբանության համար։